Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, ընթացիկ տարվա ապրիլի 16-ին կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցեր։ Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն կողմերն առանձնակի ուշադրություն են դարձրել հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման միջոցով տրանսպորտային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նոր սահմանադրության ընդունումը կարևոր է պետության հետագա զարգացման համար։ Լրագրողների հետ զրույցում Ռեջեփ Էրդողանը նշել է, որ մայր օրենքի գործող խմբագրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, հնացել է եւ չի համապատասխանում ներկայիս իրողություններին, չնայած նախկինում կատարված փոփոխություններին։ Նոր սահմանադրությունն այլևս շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։ Դրա ընդունումը նույնիսկ պարտադիր է, ասել է Թուրքիայի նախագահը, հավելելով. նախապատրաստական փուլն արդեն ավարտվել է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները եւ պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը որպես Հորմուզի անվտանգության պաշտպան, նշել է Իրանի արտգործնախարարը։ Արաղչին նաեւ ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է եւ այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցությունների մանրամասները։ Ըստ աղբյուրի, երկրները համաձայնել են բանակցությունների շրջանակի շուրջ ուղղված երկու պետությունների միջև տևական խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչմանը եւ նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը։ Զգալի առաջընթաց է գրանցվել քաղաքական ուղղությամբ, քննարկումները կվերսկսվեն հունիսի 2-ին եւ 3-ին։ Անվտանգության ուղղությամբ բանակցությունը կմեկնարկի մայիսի 29-ին Պենտագոնում երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ կողմերը համաձայնել են 45 օրով երկարաձգել ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որպեսզի հնարավորություն ստեղծվի անվտանգության ուղղությամբ աշխատանքի միջոցով զգալիորեն բարելավել կապն ու համակարգումը Իսրայելի եւ Լիբանանի միջև Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթի անունից հրապարակված հայտարարության մեջ անվտանգության եւ խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիք է համարվել Հեզբոլլահ շարժումը։ Ուկրաինական դրոնները հարձակվել են Ստավրոպոլի երկրամասի վրա։ Նևիննոմիսկ քաղաքում մայիսի 16-ի գիշերը մի շարք պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել ազոտ քիմիական կոմբինատում, հայտնել են ուկրաինական աղբյուրները։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական հոպը հետ է մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը քաղաքի մոտակայքում։ Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով հարձակման հետևանքով տուժածներ եւ ավերածություններ չկան։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դա առնվազն 6-րդ հարձակումն է ձեռնարկության վրա, որի արտադրանքն օգտագործվում է հրետանային արկերի ստեղծման համար։ Թաթարստանում էլ խոշոր հրդեհ է բռնկվել պլաստիկի վերամշակման գործարանում։ Իշխանությունների տվյալով զոհեր եւ տուժածներ չկան։ Ավելի վաղ հանրապետությունում հայտարարել էին անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի մասին, սակայն իշխանությունները հրդեհ չեն կապում հարձակման հետ։ Միացյալ Նահանգները չի երկարաձգել ռուսական նավթի հետ գործողությունների ժամանակավոր թույլտվությունը, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Խոսքը լիցենզիայի մասին է, որը թույլ է տալիս գործարքներ իրականացնել արդեն լցանավերում գտնվող նավթամթերքի հետ։ Ավելի վաղ Վաշինգտոնը երկու անգամ երկարաձգել էր մեղմացումները, կապված Մերձավոր Արևելքում էսկալացիայի շրջանում մատակարարումների խափանումների ռիսկերի հետ։ Այժմ սահմանափակումները կրկին ուժի մեջ կմտնեն։ Իրանական նավահանգիստների շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն այլ ուղղություն են հաղորդել Իրանին առնչվող 75 առևտրային նավի, որոնք ուղևորվում էին Իսլամական Հանրապետություն կամ մեկնում էին այնտեղից։ Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ըստ աղբյուրի, շրջափակման ռեժիմի ապահովման նպատակով նաև շարքից հանվել է 4 նավ։ Իրանի ծովային շրջափակումը ներկայումս ապահովում է ամերիկյան ավելի քան 20 ռազմական նավ, որոնք հերթապահում են Արաբական ծովում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ից 20-ը կմեկնի Չինաստան։ Կրեմլից հայտնել են, որ նախագահը Չինաստանի առաջնորդ Սի Ցինփինի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունները համապարփակ գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը։ Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն եւ երկկողմ փաստաթղթեր։ Պետությունների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի եւ Չինաստանի կրթության տարիների բացման արարողությանը։ Ավելի վաղ Չինաստան էր այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ չի շտապում Թայվանին 12 միլիարդ դոլարի զենքի մատակարարման հարցում։ Ես դա դեռ պահում եմ պահուստում եւ ամեն ինչ կախված է Չինաստանից։ Անկեղծ ասած, դա շատ լավ հաղթաթուղթ է մեր կողմից բանակցությունների համար, ասել է Թրամփը։ Fox News-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ չի ցանկանում, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից եւ Թայվանի շուրջ պատերազմ սկսվի։ Ես դա չեմ ուզում։ Չինաստանը շատ հզոր մեծ երկիր է, իսկ այն շատ փոքր կղզի է։ Մտածեք դրա մասին։ Այն Չինաստանից 59 մղոն է հեռու։ Մենք գտնվում ենք նրանցից 9500 մղոն հեռու։ Դա բավականին բարդ խնդիր է, ասել է Թրամփը։ Նրա խոսքով Թայվանը զարգացավ, քանի որ ԱՄՆ նախագահները գաղափար չունեին, թե ինչ են անում, եւ Թայվանը ստացավ ճիպային արդյունաբերությունը։ Թրամփը ցանկություն է հայտնել, որ բոլոր ընկերությունները, որոնք Թայվանում ճիպեր են արտադրում, տեղափոխվեն Ամերիկա։ Դավիթ Մուրադյան, լուրեր։